Դատավոր Գրիգորյանի նախագահությամբ կայացվեց որոշում, իրապես լեգենդար հրամանատար Կանդազի պարոն Ավանեսյանի նկատմամբ կալանքը 2 ամսով որպես խափանման միջոց կիրառելու որոշում։ Պարոն Գրիգորյանը, իդեպ ես ուղղակի այս ընթացքում փորձեցի վերհիշել գեներալ օրինակ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց տևական ժամանակ կիրառած եւ պահպանած դատավորն է։ Իրավական առումով բացատրություն չունեն։ Գործընկերները եւս իրենց դիրքորոշումը կներկայացնեն, ըստ էության մենք համատեղ դիրքորոշում ենք ներկայացրել դատական նիստի ընթացքում։ Նախաքննական գաղտնիք առանց բացահայտելու հստակ կարող ենք ասել, որ այստեղ գործի նյութ չկա։ Որոշակի իմաստով շատ վտանգավոր մի մարտավարություն է իրացնում հակակոռուպցիոն կոմիտեն, որ նախընտրական քարոզչական ծրագրերը ներկայացնելը քրեականացվում է։ Այսինքն պայմանականորեն 300,000 աշխատատեղերը ստեղծելու վերաբերյալ մանրամասն ներկայացնելը վերածվում է հանցանքի։ Մատչելի բնակարանի ծրագիրը ուժեղ Հայաստանի փորձում են մեկնաբանել այդ տիրույթում, ինչա որ ավելի պարզ մատչելի կերպով անձը ներկայացնում է։ Այստեղ քրեական գործ ընդհանրապես չենք տեսնում, բայց բավարար չէ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բավարար չէ այն փաստը, որ ապրիլ ամսվա սկզբից այս վարույթը նախաձեռնված եղել է եւ ոչ պատշաճ վարքագծի տվյալ չեն տեսել Կանդազի մոտ որևէ, բայց դա էլ հաշվի չի առնվում, երբ կալանքն է կիրառվում, տեսակցության սահմանափակում է կիրառվում։ Այս բոլոր հիմքերը, որոնք ներկայացրեցի, թույլ են տալիս պնդելու, որ մենք պարզապես ունենք նոր հերթական քաղաքական հետապնդում։ Պարզապես այստեղ մի էական հանգամանք կա, որը չենք կարող չնշել։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե ինչ պատկերացում ունեն կոնկրետ անձանց վերաբերյալ, երբ խոսքը գնում է նման հերոսական ճանապարհ անցած զինվորականի մասին, լինի քննիչ, լինի դատախազ, լինի դատավոր, թե փաստաբան, միշտ որոշակի այլ մոտեցում ենք ունենում։ Դա նաև հենց իրավունքի ողջամիտ տրամաբանությունից էլ է բխում։ Բայց փաստորեն այսօր դատական նիստի ընթացքում այդ ամենը որևէ կերպ հաշվի չառնվեց։ Ես կարծում եմ այս լուրը Հայաստանում որևէ մեկին դրական էմոցիա չի առաջացնելու, որևէ մի դրական արգասիք չի առաջացնելու, բայց համոզված եղեք հարևան երկրում սա կընդունեն ցնծությամբ, որովհետև տարիներով են փորձել գոնե մի կերպ վնաս հասցնել Ավանեսյանին, եւ դա արվում է այսօր Հայաստանում կալանքի ձևով։ Իդեպ այլընտրանքային խափանման միջոցներն էլ էինք առաջարկել, թեև դրա անհրաժեշտությունը չկար, որտեղ գործընկերներն էլ հստակ ներկայացրել էին, որ հիմնավոր կասկած, այսինքն առնչություն որևէ քրեորեն հետապնդելի արարքի չէր հաղթահարվում այն նյութերով, որոնք կային։ Ինչևէ, պարոն Ֆերոյանը կշարունակի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։